Շարունակում ենք ծրագիրը եւ այս պահին շտապում եմ ներկայացնել իմ աշխատանքային ընկերոջը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանին։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Արմեն, որտեղից սկսենք, ինչպես Ուկրաինան դոմփեց Ռուսաստանին, թե ինչպես վարչապետը սրբազաններին, որտեղից է ուզում սկսել։ Երևի վարչապետից։ Հա, սկսենք, հետո կանցնենք ավելի ոչ թեման։ Արմեն, ես անկեղծ ասած սպասում էի արդեն վաղուց այս հակամարտություն առայժմ ասենք, եթե ոչ պատերազմ, կառավարության եւ եկեղեցու հայ առաքելական եկեղեցու մեջ, բայց իմ կարծիքով մի տեսակ սխալ տեղից սկսեցին կարծես էլի կառավարությունը այս բա կարելի է շատ ավելի, ինչ ասեմ, ազդեցիկ, ավելի օրինական ինչ-որ ձևով անել, չէ՞, այսօր գալիս է արդեն պիտի լիներ էլի, հա։ Տեսեք, այս ձևը ձև չէր էլի իմ կարծիքով։ Միանշանակ դուք ճիշտ եք եւ քերականոջը կամ քերականոջը լավ, այսպես քերականոջը ցերական հարաբերություն ունենալը պետության, այսինքն քերական հանցագործություն չէ։ Տեսեք, ընդհանուր մի բան ասենք, ես շատ կարևոր բան ասեմ։ Ուրեմն հոգեվորականների մեջ դա կաթոլիկ կապ չունի աշխարհի վրա։ Մարդը մարդ է։ Ինչ բնորոշ է մեկ մարդում, բնորոշ է բոլոր մարդկանց։ Այսինքն ես ի սկզբանե, ես ինքս լինելով հավատացյալ մարդ, ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելով, ես երբեք օրինակ հոգեվորականներ իհարկե բացառություններ կան որ այսպես հոգեվորականներ են որ խոր ակնածանք եմ ունեցել եւ այլ, բայց 21-րդ դարում չեմ ակնկալել որ իրանք պետք է այսպես կուսակրոն լինեն կամ եւ այլն, հա։ Իդեմիջալ այդ առումով շատ ավելի դեղ կոչումներ կան որոնք իրավունք ունեն ամուսնանալու։ Միջոց այդ ին հանդիպած հոգեվորականներ որոնք ամուսնացած են իրենք ավելի հավատին այսպես այսինքն չէին թաքցնում ավելի པարզ էին Աստծո առջև էլի դարվոտ իմաստով էլի։ Գաղտնի չէին անում։ Չէ, ինչ անում པարզ, հա, բան չկա։ Հիմա այս առումով գիտեք, այսպես մի բան ասեմ։ Քերականոց կոմպլեքսը չկա։ Հա, չկար քերականոց կոմպլեքսը։ Հիմա ասած ի՞նչ է, տեսեք։ Այսինքն ինչքան մարդ բռնել, այսինքն կաթոլիկ եկեղեցում ինչքան մարդու ձերբակալեցին, չէ՞, գիտեք, տարիներ շարունակ այդ մանկապղծության գործերով եւ այլն տարբեր եւ բռնում դատում էին եւ այլն։ Հիմա մեծ հաշվով ինչ եմ ես ակնկալում։ Այո, ես նաև այս եթերից բազմիցս ասել եմ, եկեղեցին իրավունք չունի խառնվելու, ուրեմն գործերին, պետական գործերին, քաղաքացիական։ Հիմա տեսեք, քանի անգամ Փաշինյանը խոսեց, ակնարկեց, ուրեմն իշմեք հարկերի պատմությունը եկեղեցին, որ չի վճարում իրենց կողմնակիցները, էլ բիզնեսների մասին հոգևորականների, էլ եւ այլն։ Փող լվանալու մասին։ Հիմա ես մի բան, այո, դուք շատ ճիշտ եք, տեսեք, օրինակ որտեղից սկսվեց այս պատմությունը, չէ՞, եւ որ ուրեմն ինքը խոսել էր Չուլանների մասին, չէ՞, որքան ես հասկացա։ Բայց ավելի հին է այս պատմությունը։ Չէ, միանշանակ։ Երկու սրբազանները հիշում ես, բան ստորագրեցին իրեն իմպիչ անելու համար Փաշինյանը։ Ճիշտ է, կոնկրետ այս դրվագը։ Այս վերջի բանը սկսվեց տեղից, երբ որ ինքը խոսեց Չուլաններ եւ այլն։ Տեսեք, հետո եւ խոսեց, ես չգիտեմ ով էր արտահայտվել այդ մարզահամերգային համալիրի հետ կապած, այդտեղ բորբոքվեց ինքը եւ այլն։ Չեմ բացառում, չեմ լսել, չեմ հետևում այդ մանր անիմաստ վեճերին, որտեղ հիմա աշխարհի 3-րդ համաշխարհայինից է փորձում խուսափել, բոլորը տեսակ այսօր Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ պատրաստվում է 3-րդ համաշխարհայինի։ Լուրջ բաներ աշխարհում կատարում, ես անկեղծ ասած չեմ ուզում մտնել այդ էժան խոսակցությունների մեջ, բայց ինձ մի բան է հետաքրքրում, լավ, այս ամեն ինչը որ հիմա տեղի ունեցավ, ուրա տանելու։ Ուրա տանում, այսինքն տեսեք, վարչապետը լրագրողի դիրքից ասում է, եթե պարզվի, որ Գարեգինը երեխա ունի, քանի տարի է այդ անգամ հոգեվորականներ կան, որ մտնում են եթեր, ասում են Գարեգինը երեխա ունի, անգամ, չգիտեմ, հիշում եք այն մի հատ մեծ բարեր կա, իր այդ կապի մասին էին խոսում, նրանից երեխայի կամ մեկ ուրիշ չգիտեմ, այդ ինտերնետը հիմա որ բացեց, քանի տարի է լցված է, որ Գարեգինը երեխա ունի, կոպիտ ասած, բայց ոնց է պարզվելու։ Հենց այդ է, DNA թեստ ուզում, իսկ չէ, DNA թեստ անելու համար իհարկե դու պետք է հիմք ունենաս եւ այլն։ Երկրորդը կոպիտ ասած էլի եմ ասում, երեխա ունենալը հանցագործություն չի։ Դու չես կարող պարզել կամ ստիպողաբար պարզել, նա երեխա ունի թե չէ։ Այստեղ մի բան էլ կարող է, որ ինձ շատ հետաքրքիր է։ Հիմա մենք գիտենք, որ պաշտոնապես եկեղեցին չպետք է խառնվի պետական գործերին։ Միանշանակ։ Ինչքանով կարող է պետությունը խառնվել եկեղեցու գործերին։ Այսինքն ես ինչքան հասկանում եմ, պետությունը իրեն չի կարող հեռացնել աշխատանքից։ Այո, դա փոխա։ Հիմա ուրիշ մի բան ձեզ ասեմ, չէ, բայց պետությունը ուրիշ կարևոր բան կարող է անել։ Օրինակ։ Ամենը էս ասեմ։ Հիմա տեսեք, պետությունը նախ քանի անգամ եմ ես բարձրացրի հարցը, որ ստուգեք հայ հոգեվորականներին, օրինակ, Եզրասը օրհնում էր թե բաներ անում այն խումբը, որը իրեն կոչեց հայկական ինչ որ հայր չկար առանձնապես մեջը մի երկու հոգի կային, բայց Ուկրաինա գնում էին կռվելու նացիստական եւ ցեղասպան պատերազմի, հա։ Օրինակ Փաշինյանը այդ ժամանակ կարող էր կանգնել եւ բարոյականությունից խոսել, ասեց, ինչ եք անում, դուք ուր եք գտնել այդ խոտում, ինչ իրավունք ունի հայ առաքելական եկեղեցին նացիստական խմբերը օրհնի մարդկանց կոտորելու։ Կարող էր, չի ասել, կծափահարեի։
Կամ օֆշորային սկանդալներ, Bentley-ներ, ինչ ասես չկա։ Եկեք անկեղծ խոսանք, որ մեկի տակը բարձրաստիճան, լավ, բոլորին չասենք, չասեն բան, արդյոք հաստատճնշող մեծամասնություն։ Եկեք ասեմ, լավ, արդյոք բարձրաստիճան հոգևորականներից գոնե մի քանիսին փորելու տակ չեք գտնի այնտեղ հանցագործություն կամ ֆինանսական, տնտեսական։ Հենց այստեղ արդեն կարող է միջամտել կառավարությունը, եթե քրեական գործ կա։ Դու լրագրող ես, դու կառավարության ղեկավար, ԱԱԾ-ն էլ է քոնը։ Հիմա եթե ճիշտ մի րոպե Արմեն, ճիշտ այնպես ինչպես բռնեցին բանին այդ ամերիկյան բոսին, գանգստերին։ Ալ Կապոնին։ Ոչ թե հանցագործության վրա չկարողացան ապահովել, tax evasion-ի վրա թաքսերը չի վճարել եւ 10 քանի տարի բան։ Հիմա չի լինի մանկապիղծ հոգևորական։ Կներեք էլի արտը, բայց որ փորփրես, այդ կաթոլիկ եկեղեցում էլ է, ոնց ուզում եք ասեք սաղթեց Սուրբ են, ոչ, իրանք են ասում։ Ուրեմն մեկին բռնել գործակալական գործունեության համար ԱԱՑ-ն քոնն է, որ ռուսների վրա է աշխատում, իսկ կլեն այդպեսին շատեր, ոչ միայն ռուսների վրա, կարողատուրքերի վրա աշխատել, կոպիտ ասած։ Մեկին բռնել ֆինանսական մախինացիաների վրա, սքեմը վրից հաներ, տաներ փակեր։ Ես ձեզ վստահեցնում եմ, քանի որ տակները շատ բան կա, որտեղ իրանք են մարդ, ակնհայտ է, մերպես մարդիկ են, ասենք, եւ այսինքն մերպես ասած չէ, մենք ավելի հավատացյալ ենք շատերից, անկեղծ ասած էլի, եւ ավելի բանկուր ենք ապրում, քան շատ հոգեվորականներ, անկեղծ ասեմ։ Իմ ունեցած նաեւ տեղը շատ լավ եմ ճանաչում։ Հիմա ասած դա, մեկի երկուսի վրա այդ սքեմը հանես, տանես տեղը ցույց տաս, գիտեք ինչ հարաբերությունները կընկնի տեղը, ճիշտ կընկնի տեղը։ Ոչ մի հոգեվորական քիթը չի խոթի քաղաքականության մեջ, հա։ Իսկ ինքը հիմա ընդհակառակ իրենց ջրին բան ջրավազին վստահեցնում եմ ձեզ, հիմա եկեղեցու ռեյտինգը ինքը սրանով ավելի կբարձրանա։ Այսինքն եկեղեցու չէ, եկեղեցու ռեյտինգը նորմալ է որ բարձրանում է հայ եկեղեցականների։ Նույն Գարեգին B-ի ռեյտինգը ինքը կարող է բարձրացնել այսպես։ Լավ, այսպես հիմա գանք Ուկրաինա-Ռուսաստան հարցին Արմեն։ Անսպասելի էր մենք ընդմիջվել ենք։ Լավ, հիմա մենք ընդմիջվենք, բարեկամներ, կվերադառնանք ու կխոսենք ռուս-ուկրաինական պատերազմի մասին։ Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս, դու դեռ փնտրում ես մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույսում ես, մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են, Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր, դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ, որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը, բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։ Արմեն, քերակնոջ թեմայի ուզում ես եզրափակել։ Ուղղակի ամփոփենք թեման, ինչի համար եմ ասում, ամփոփելը կարևոր է։ Ուրեմն ինչի տեսեք, հիմա Հայաստանի արչեւ ծանրագույն մարտահրավերներ է կանգնած։ Մեր ազգին միասնություն է պետք։ Ես վախենամ, որ սրանով վարչապետը ուրեմն ավելի մեծացնի նույն Գարեգինի ուրեմն վարկանիշը, որտեվ իր վարկանիշի հետ է խնդիր կա այսօր, եւ երկրորդը դուք շատ ճիշտ իմիջիալից սկզբից նշեցիք։ Գուցե թեման գոյություն ունի, ես էլ եմ այդ թեման շատ բարձրացրել, բայց սխալ տեղից սկսվեց եւ սխալ բառապաշարով սկսեց, որտեվ վարչապետին վայել բառապաշար չէր դա։ Քաղաքական դիսկուրսը վարչապետը պետքա բարձր պահի, ինքը չպետք է քցի այդ աստիճան, ինքը չպետք է այդ նախադեպը ստեղծի եւ իմիջիալից սա կարող է շատ վատ թարս էֆեկտ ունենա։ Երկրորդը ուզում ասեմ, ուրա սա տանելու։ Ուրեմն եթե սա ամեն ինչ սկսվել է, սա պետք է տրամաբանական ավարտ ունենա։ Հակառակ դեպքում կստացվի, որ ուղղակի մի հատ էլ ազգը պառակտվեց, մի հատ էլ ազգը սկսեց միմյանց հայհոյել այս թեմայի շուրջ, մի հատ էլ միասնությունը խաթարվեց ու մենք ջուր լցրեցինք Ալիևի ջուրաղացը։ Ուրեմն թող այս ամեն ինչի արդյունքում պարզա ինքը իրավունք չունի ոչ մեկի երեխուն պարզելու, պետությունը այսինքն իրավականորեն չունի այդ իրավունքը, ուղղակի չունի։ Չի կա, դա հոգեվորականները պետք է հավաքվեն, Գարեգինից պատասխան պահանջեն, ասեն
ունես երեխա թե չունես, կամ արի մենք մի հատ որպես հոգևորական DNA թեստ անենք։ Բան պատկերացնում ես, որ եկեղեցական։ Բայց իրանք պետք է դա անեն։ Օրենքով, այսինքն իրանք օրենքով իրանք դա պետք է անեն։ Դա պետության գործառույթ չէ էլի։ Ուրեմն ասեմ, այս ամեն ինչը, այս բանավեճը, հեսա կտեսնեք, հեսա ուներ, այսինքն պետությունը չունի դա, ի՞նչ է հեսա կտեսնենք, կոնկրետ ինչ։ Բռնի մեկին, որ ասենք ռեալ գործակալ է, աշխատում է, ասենք օրինակ Ռուսաստանի վրա, Թուրքիայի վրա, Ադրբեջանի վրա, հաս այս սքեմի տակ թաքնված կամ սքեմի տակ թաքնված բիզնեսմենը, որը ապօրինի բիզնես արը կամ հարկերը չի վճարի։ Հիմա եթե այս ամեն ինչը չլինի, կոպիտ ասած, այսինքն այս ամեն ինչի աղմուկում ինչ կպարզվի, որ հերթական անգամ մեր ազգը առանց էտել այս խարխուլ նյարդային այս նուրբ լարի վրա խաղացին, մի հատ էլ եղավ, Աստված գիտի այս ամեն ինչի արդյունքում ով ավելի շատ կշահի եւ կլինի մի ուրեմն սարսափելի բան։ Ու մի բան էլ, այդ քերակինը մեղ կա, ամբողջ ազգը ընկած քերակին է ման գալի, բոլոր հոգեվորականների քերականների հետևից են ընկած։ Դե չի նշեմ մասնարապես որքան հասկացա, ում քերակինն է։ Հիմա քերակ, ինչքան քերակին կա, անհանգիստ է։ Բայց իհարկե ող լացելու բան, մանավանդ այդ տեսակ նուրբ թեման ոնց որ հավատն ու եկեղեցին է մեր համար, հայերի համար, էլ շատ զգուշ պետք է այս ամեն ինչին մոտենալ, ինձ թվում է եղավ ավելի շուտ հակառակը։ Այո։ Ուկրաինային անցնենք Ուկրաինային։ Ուրեմն ուկրաինացիները 1.5 տարի պատրաստել են մի գործողություն, ուրեմն Սարդոստայն գործողությունն է, ուրեմն եւ կարողացել են ոչնչացնել ռուսական ուրեմն ռազմաստրատեգիական ավիացիայի 35-36%-ը։ Ինչ են դրանք։ Դրանք այն ինքնաթիռներն են, որոնք այլևս չեն պատրաստվում, չեն արտանք սովետական միությունն է վիճակի եղել արտադրելու։ Ժամանակակից Ռուսաստանը չունի այդ տեխնոլոգիաները ու այդ ժամանակակից նման ինքնաթիռ արտադրելու։ Իսկ 50-60-ականներին արտադրված ու մաքսիմում 70-ականներին այդ ինքնաթիռները դրանք անգամ պահեստամասերի խնդիր ունեին եւ ուրեմն այսպես շատ դժվար են իրանք ուրեմն դրանք պահպանվում եւ պահում շատ թանկ է դրանց պահել պահպանել եւ ընդհանրապես դրանք արտադրելն է շատ դժվար, հա, որովհետեւ դա սովորական ինքնաթիռներ չեն, դա միջուկային տրիադայի իրանց մի մասն, այսինքն միջուկային տրիադան գիտեմ, ցամաքից արձակվող միջուկային ուրեմն հրթիռներն են օդից եւ ծովից, այսինքն հիմնականում այդ ատոմային միջուկային սուզանավերն են։ Եվ հիմա ըստ էության Ուկրաինան արեց մի գործողություն, որը սարսափելի ցավոտ հարվածեց Ռուսաստանին, 40-41 ինքնաթիռի մասին է խոսքը, որոնց մեծ մասը հենց այդ ինքնաթիռներն են, որոնք կարող են հեռահար, այսինքն ոչ միայն իրանք հրթիռ են կրում եւ միջուկային հրթիռ կարող են կրել, այլ նաեւ իրենք նախատեսված են նման, որպեսզի թշնամու թիկունք կարողանան անգամ միջուկային զենքով հարվածել, հա։ Եվ հիմա ըստ էության հələ հարց է մնացած եղածներն էլ, ինչ վիճակում են տեխնիկական, ինչ վիճակում են։ Եվ ըստ էության սա ոչ միայն ուղղակի պատժիչ գործողություն, որտեղ ինչ արեց Պուտինը բանակցություններից առաջ Տրամպին ուզում էր ցույց տալ, թե ինքը ուժեղ էր, որցի շատ կորզի Ուկրաինայից։ Սումիի մարզում սկսեց գործողություններ, մոբիլիզացրեց ուժեր, ընդ որում շատ վերլուծաբաններ ասում են, որ սա իր վերջին տենց հզոր հարձակումը կարող է լինի, որովհետև արդեն տեխնիկա չունի երկարաժամկետ, սպառվում է ամբողջ տեխնիկան, մոբիլիզացրել է, որպեսզի բանակցությունների ընթരാճ այս ամառվա ընթացքում նորից ուկրաինական նոր տարածքներ գրավի, նոր մարզ մտնի եւ այլն։ Եվ անտանելի ձևով սկսել էր վերջին շրջանում վնասել քաղաքացիական ուրեմն շինություններ, զոհեր պարգևել, երեխաներ, կանայք քաղաքացիական բնակչությանը հարվածում էր, բանակցային իր դիրքերը ուղղակի ամրապնդելու համար, որպեսզի ավելի շատ կարողանա փոխի։ Ուկրաինացիները տեղին ժամանակին ֆանտաստիկ տեխնոլոգիայով հանդիպումներ, եթե չէ։ Այո, ֆանտաստիկ հանդիպումից առաջ ֆանտաստիկ տեխնոլոգիայով եւ ֆանտաստիկ գործողությամբ, ֆանտաստիկ բար, դրոններով, բայց այդ դրոնները տեղափոխել են Ռուսաստան։ Ռուսաստանին տեղափոխվել հատուկ բացվող փայտե տնակներ, որոնց տանիքը բացվել է եւ դրոնները դուրս են եկել։ Կոնտեյներները թրաքերի, որոնց մեջից դուրս են եկել դրոնները եւ հարվածել են 4.500 կիլոմետր միջև խփել են ռազմական գոտուց 4.500 կիլոմետր խորության վրա, որտեղ այդքան հեռու չէին կարողանում իրենց տարածքից հարվածել։ Դրա համար կազմակերպել է մի բարդագույն օպերացիա։ Մտածել են երևի իրենց դրոնները չեն հասնի այստեղ։ Միանշանակ։ Եվ իրենց ինքնաթիռները ստրատեգիական իմիջիալոց այդ ստրատեգիական ավիացիան իրանք նաև օգտագործում էին ծանր հրթիռներ ուղարկելու ուկրաինական քաղաքացիական հոսպիտալներին վնասում, էլեկտրակայաններին վնասում, քաղաքացիական օբյեկտներին վնասում։ Հենց այդ իրանք ինքնաթիռները շատ այդ ինքնաթիռները օգտագործվում էին բանի ժամանակ, ռազմական գործողությունների ժամանակ։ Եվ այս իմաստով իրանք տարել էին խորքերը, մտածելով որ երբեք այդտեղ չի հասնի ոչ ուկրաինական դրոնը, ոչ ուկրաինական հրթիռ չկա այդպիսի։ Եվ սա արվել էր մի արիուտես, որ եւ ընդ որում այսպիսի վնաս միանգամից 41 ինքնաթիռ անմիջապես հələ հաշվարկը շարունակվում է։ Տեսա
բադերի նման կանգնած են այդ անպաշտպան ինքնաթիռները եւ դրոնները որը ոչ մեկի մտքով որտեղ չեր անցնի եւ սա ըստ էության ամրապնդեց տեսանք բանակցությունները ոչ մի բանով չավարտվեց ըստ էության իսկ ինչ սպասումներ ոչ մի բայց այն որ հետարքիր է չէ Պուտինը ասում է այ այս տեղամասերում 3 օր խաղաղություն անենք որ ոնց որ իրան ինչ որ հարմար է չէ բայց տեսեք արդեն ինքն է 3 օր խաղաղություն արդեն ինքն է շոկի մեջ ցայտնոտի մեջ հա եւ այլն բայց պարզա որ դա որոշ տեղամասերում ընդ որ ասում է բայց մյուս կողմից էլ պարզա որ ինքը այս ամեն ինչը անում էր այս բանակցությունները Թրամփին ցույց տալու համար որ տեսեք ես եւ այլն Թրամփի աչքը մտնելու համար եւ այլն բայց մեծ հաշվով արդեն բոլորը հասկանում են եւ այն ինչ որ արեցին ուկրաինացիները դա ահռելի հարված է Ռուսաստանի հեղինակությանը եւ ոչ միայն հեղինակությանը այլ նաեւ մեծ գերտերությունների հետ այդ միջուկային տրիադան իրանց համար պարիտետ էր որոշակի ապահովում չէ որ այսինքն եւս մեկ անգամ ցույց տվեց ռուսական զորքի զենքի միֆը որ այդքան անխոցելի իսկ Հայաստանում դեռ կան ռուսա թաղիկներ որոնք մտածում են եւ դեռ լինելու են այո շնորհակալություն ես եմ շնորհակալ այսքանը այսօրվա համար սիրելիներ կհանդիպենք վաղը ինչ տեսություն